Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ 1 տրիլիոն 413 միլիարդ դրամ է կազմում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները Հայաստանում 2025-ի նոյեմբերի դրությամբ։ Կենտրոնական բանկի տվյալներով 980,733 քաղաքացի Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակից է։ Mobile Center Art ՀՀ գլխավոր հարկատուն է ՊԵԿ տվյալներով 2025-ին ընկերությունը մոտ 78 միլիարդ դրամ է վճարել պետությանը, 11 միլիարդ դրամով ավելի, քան 2024-ին։ Երկրորդ տեղում Grand Tobacco-ն է 66,13 միլիարդ դրամ վճարած հարկով, երրորդում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 52 միլիարդ դրամ հարկով։ Իդեպ ՊԵԿ-ի տվյալներով 2025-ին 2024-ի համեմատ առևտրային բանկերի վճարած հարկերի ծավալներն աճել են 38%-ով, կազմելով մոտ 165 միլիարդ դրամ։ Բանկերից առաջատարը Արտշինբանկն է, որը 1000 խոշոր հարկատուների ցանկում 5-րդն է, պետությանը վճարած 40 միլիարդ դրամ հարկով։ Երկնի շանկում տնտեսական ցուցանիշներում Հայաստանում 2025-ի հունվար-նոյեմբերին 2024-ի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 41%-ով, ներմուծման ծավալները 27%-ով։ Ըստ վիճակագրական տվյալների արտահանման եւ ներմուծման ծավալներում ամենամեծ անկումը թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մետաղների մասով է։ Եվ վերջում, հայկական ներկայությունը Վայլբերիսում շարունակում է մեծանալ 2025-ի արդյունքներով Վայլբերիս հարթակում գործող հայ վաճառականների թիվն աճել է 106%-ով, վաճառքների ծավալը 122%-ով։